վստահ եմ, որ կեղծված են ընտրությունների արդյունքները, բնականաբար ես ամեն ինչ կանեմ, որպեսզի վերականգնվի արդարությունը, ցանկացած քաղաքական ուժ, որը պատրաստ չի սցենարային այս կամ այն զարգացմանը, ես կարծում եմ տվյալ քաղաքական ուժը պարզապես պետք է հրաժարվի քաղաքականությամբ զբաղվելուց։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում տեսանք բավականին կոշտ արտահայտություններ եւ ընդդիմության կողմից եւ իշխանական թևի կողմից, բայց միևնույն ժամանակ Փաշինյանը այսպես հենց գիշերը, ընտրությունների գիշերը ժամը 2-ին ասուլիսով հրապարակում է, որ նա հաղթել է, հաղթանակ է տանում այս ընտրություններում։ Ինձ մոտ տպավորություն էր, որ մեր ընդդիմությունը պատրաստվում է միայն հաղթանակի սցենարի, ինչը իսկապես չափազանց վատ ճանապարհ է, հատկապես երբ քո դիմաց կանգնած է ուժ, որը սեղանին դրել է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը։ Ողջունում եմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրամեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Արա Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շնորհակալ եմ։ Նախ սկսենք թերևս ամենակարևոր հարցերից մեկից։ Այս պահին, այս րոպեներին քննվում է Դավիթ Ղազինյանի ուրեմն անձեռնմխելիությունից զրկելու հարցը, օրվա երկրորդ կեսին էլ քննվելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այ հատկանշական է այն, որ այս ամենը տեղի ունեցավ ընտրությունների արդյունքների ամփոփումից օրեր անց։ Այստեղ ինչ պատկեր կարող ենք ստանալ, ինչու հենց այս պահին տեղի ունեցան այս ռեպրեսիաները որոշ դեպքերում նաև։ Ես հիշեցնեմ, որ ռեպրեսիաները շատ ավելի վաղ են սկսվել։ Դրա մասին կանդրադառնանք կետարկեց հաջորդիվ։ Նկատի ունեմ, որ միայն հիմա չէ, որ սկսվել են ռեպրեսիաներ, սա այսպես անընդհատ գործընթաց է եղել, որը ունեցել է մեկ տրամաբանություն՝ ճնշել ընդդիմությանը, արտաքին աշխարհի մոտ ստեղծել պատկեր, որ սա պայքար է պրոռուսական ուժերի դեմ, իրենք հայտարարեցին, որ Մոլդովայի օրինակով փորձելու են ռուսական միջամտությունները արգելափակել եւ այլն, սա կարծեք թե հենց նույն ձեռագիրն է եւ նույն դաշտում գործիք է, որով իշխանությունները նաեւ փորձելու են արդարացնել իրենց ընտրական եւ հետընտրական գործողությունները։ Նախընտրական գործողությունները դրանք անհավասար պայմանների ստեղծումներ, արդարության մթնոլորտի, այսպես ոչնչացումներ, հավասարության մթնոլորտի վերացումներ, անհանդուրժողականության տարածումներ, եւ որպեսզի սա արդարացվի եւ ընտրությունները համարեն լեգիտիմ, պետք է այսպես գտնել մեղավորի, թե ում պատճառով է, ընդ որում մեղավորը պետք է պարտադիր կապված լինի ռուսական կողմի հետ, որպեսզի արևմուտքը համարի դա օրինաչափ։ Ցավոք սրտի մենք այսպիսի իրականությամբ աշխարհում ենք ապրում եւ հիմա ոչ թե ժողովրդավարական արժեքների համար պայքար է, ոչ թե պայքար է դեմոկրատական արժեքներին հավատարմության համար, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև բախման, այսպես համապատկերում մեր պետությունների նման պետությունները փորձում են ներքին շահեր սպասարկել, իսկ այս պարագայում Հայաստանի Հանրապետության դեպքում ներքին շահը կոնկրետ իշխանության շահն է վերարտադրման իմաստով։ Եվ զուտ իրենց կյանքը հետագայում դասավորելու իմաստով նաև։ Գոյության պայքարը նաև, այո, իրականում քաղաքականությունը լայն առումով պայքար է հանում գոյության, պայքար է հանում շահի։ Այլ հարց է, թե ուժերը ինչպես են դիրքավորվում, այդ շահը ինչպես են պատկերացնում եւ ինչպես են սպասարկում այդ շահը։ Տեսեք, պարոն Պողոսյան, ընդդիմադիրներին ձայն տված հասարակությունը այս օրերին իսկապես անորոշության մթնոլորտում է, ապրում, որովհետև առնվազն մինչև այս րոպեները դեռևս հայտնի չի ընդդիմադիրները կվերցնեն մանդատները, կգնան, խորհրդարանը կձևավորվի, թե չի ձևավորվի։ Այ ձեր կարծիքով որպես քաղաքագետ, արժի վերցնել մանդատները եւ գնալ խորհրդարան, ինչ կնշանակի Փաշինյանի հետ եւս 5 տարի շարունակ գտնվել խորհրդարանում եւ դա արդյոք չի նշանակի մինուս 5 տարի հայ ժողովրդի կյանքից։ Այն ժողովրդի, որոնք պայքարում են հայրենիքի համար, այն ժողովրդի, որոնք պայքարում են Արցախի համար, արցախցիների իրավունքների համար եւ այն ժողովրդի համար, որոնք ի վերջո ուզում են պատերազմում մեղավորներին տեսնել պատժվողի աթոռին նստած։ Տեսեք, հարցի առաջին բաղադրիչը բնականաբար քաղաքագիտական եւ քաղաքական է, երկրորդ բաղադրիչը էմոցիոնալ է, այդ մասին առայժմ չեմ անդրադառնա։ Առաջին մասով վերցնել մանդատները թե ոչ։
Սա կախված է թե ինչպիսի ռազմավարություն ունի ընդդիմությունը, արդյոք ունի այնպիսի հիմնավոր արդարացում կամ այնպիսի ռազմավարություն, որը կարդարացնի մանդատներ վերցնելը կամ չվերցնելը։ Որպես քաղաքագետ, ընդ որում որպես ոչ թե այս կամ այն կողմին հարող քաղաքագետ, այլ որպես քաղաքագետ, ով իրադարձությունները եւ քաղաքական process-ները դիտարկում է առանձին վերցրած, ես կարծում եմ, այստեղ շատ կարեւոր է թե ինչ է խոստացվել հասարակությանը, այդ խոստացված, որովհետև դա քաղաքական կապիտալն է, որը զրոյացնելու պարագայում տվյալ ընդդիմությունը ապագայում իսկապես հնարավորություն չի ունենա քաղաքական կյանքում ունենալու առնվազն այնպիսի դերակատարում, ինչպիսին կարող է ունենալ ստացած քվեներով։ Իսկ առնվազն 3 կուսակցությունները միասին ընդդիմադիր ունեն 5 միլիոնից ավել քվ, որը իսկապես այսպես շատ կարևոր եւ շատ մեծ հնարավորություններ տվող քվ է։ Եթե առանձին դիտարկենք վերցնելուց ինչ կշահի կամ չվերցնելուց ինչ կշահի, ես կարծում եմ, այստեղ շատ ավելի կարևոր է թե ընդդիմությունը ինչպիսի գնահատական է տվել ընտրություններին։ Այն գնահատականը ոչ լեգիտիմ է։ Այո, այն գնահատականը, որը տվել է ընդդիմությունը այս ընտրություններին, ինքնին առողջ բանականությանը հուշում է, որ այդ ընդդիմությունը չի կարող հաշտվել այդ ընտրական process-ի արդյունքում ձեռք բերված իշխանության բաշխման, լավ այսպես ասենք։ Ինչը իր հերթին նշանակում է, որ այդ ընդդիմությունը պարզապես չի կարող գնալ այդ խորհրդարանում աշխատելու, որը ըստ ընդդիմության լեգիտիմ չէ։ Եթե այնուամենայնիվ ընդդիմությունը որոշում է, որ ինքը պետք է գնա խորհրդարան, ապա ես կարծում եմ, որ արդար կլինի, որպեսզի էլ չխոսենք, որ ընտրությունները եղել են ոչ արդար, ոչ հավասար եւ կեղծված են։ Որովհետեւ եթե մենք համախոհենք կեղծված ընտրությունների արդյունքների հետ, նշանակում է մենք այնուամենայնիվ ունենք կասկած, իսկ այդպես եղել է թե ոչ։ Եթե ես վստահ եմ, որ կեղծված են ընտրությունների արդյունքները, բնականաբար ես ամեն ինչ կանեմ, որպեսզի վերականգնվի արդարությունը, ընդ որում այդ արդարությունը 2021-26 թվականների այս ընթացքը ցույց տվեց, որ խորհրդարանով փոքրամասնություն լինելով խորհրդարանում հնարավոր չէ սպասարկել, առավել եւս հաշվի առնելով իշխանությունների այնպիսի ռեպրեսիվ մեթոդները, որոնց արդյունքում ուղղակի շատ մեծ դժվարություն չի լինի, որևէ ընդդիմադիր գործ չի կամ ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկի ցուցակում ներգրավված որևէ անհատի պարզապես գոնե լիկվիդացնեն քաղաքական իմաստով, ինչը կապահովի իրենց համար ցանկալի պատկեր խորհրդարանում։ Հետևաբար այս իմաստով ես կարծում եմ պետք է լինի թե վերցնելու, թե չվերցնելու հիմնավորումները պետք է լինեն իրական, գետնի վրա իրագործելի եւ մաքսիմալ անկեղծ հասարակության հետ։ Իսկ հիմա անկեղծություն նկատում եք ընդդիմադիրների կողմից հասարակության նկատմամբ։ Ես առնվազն հիմա ընդդիմադիրների կողմից հասարակության հետ այդ երկխոսությունը չեմ տեսնում։ Այդ երկխոսությունը ջրբաժան այստեղ չեք պատկերացնում, որ տեղի կունենա։ Ի վերջո մարդիկ հավատացին, գնացին ընտրության եւ բոլոր օղակներից լսում ենք, որ սա իսկապես աննախադեպ թվով են, հա, մարդիկ գնացել են իրենց քաղաքացիական իրավունքը, պարտականությունը, հա, իրականացրել են, ընտրությունը կատարել են։ Այստեղ ջրբաժանի վտանգ չեք տեսնում։ Ես քիչ առաջ պատահական չէր, որ ասեցի, այն քաղաքական կապիտալը, որ ընտրությունների արդյունքում դա կեղծված թե չկեղծված առնվազն 500,000 մարդու քվ է, որը տպավորիչ քվ է իրականում, դա քաղաքական կապիտալ է։ Այդ քաղաքական կապիտալի զրոյացումը կզրոյացնի նաև այդ քաղաքական ուժերի դերակատարումը ապագայում։ Այսինքն քաղաքական ինքնասպանություն։ Չասենք ինքնասպանություն, բայց առնվազն չեն ունենա այնպիսի մասնակցություն քաղաքական կյանքին, այնպիսի հենարանով, ինչպիսին այս պահին կա։ Հետևաբար ես կարծում նրանք պետք է առավելագույն ճշգրտությամբ օգտագործեն այն ստեղծված պատկերը, որը այս պահին կա։ Եթե իրապես համարում են, որ իրենք շատ ավելին կարող են ստանալ, քան ստացել են։
Դե ուժեղ Հայաստան դաշինքի ուրեմն падգամավորի տեխնացուները եւ քարոզարշավի ընթացքում եւ ընտրության օրը անընդհատ ասում էին, որ պատրաստ են ցանկացած սցենարի։ Ի վերջո պատրաստ պիտի լինեին նաեւ փողոցային պայքարի, որովհետեւ հաշվի են կառնում, որ իսկապես Նիկոլ Փաշինյանին են ենթարկվում բոլոր ուժային բլոկները, կառույցները եւ հետեւաբար այո կարող ենք նաեւ կանխորոշել, կանխատեսել, որ այո նա կարող է հաղթանակ տանել անգամ այս ընտրություններում, երբ երկրի առաջ ծառացել էին մի շարք լրջագույն մարտահրավերներ 21 թվականից առ այսօր մենք բավականին լուրջ խնդիրների առաջ բախվեցինք Արցախի հայաթափումից սկսած մինչև Ջերմուկի դեպքերը, հա բայց այս ամենի համատեքստում նաև պիտի պատրաստ լինեին փողոցային պայքարի, բայց թերևս մինչև այս պահը, կրկին նշեմ, փողոցային պայքարի մասին որևէ խոսակցություն անգամ չկա եւ շատերը նշում են, որ ուրեմն ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացուները ասում են, որ սա սադրիչ գործողություններ կարող է լինել, այսինքն խուսափում են, հա, փողոցային պայքարից։ Նախ փողոցային պայքարը կամ բողոքի ցույցերը, երթերը եւ այլն, սրանք ոչ թե հակաօրինական, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ տրված իրավունք է քաղաքական ուժերին եւ ընդհանրապես հասարակությանը։ Սա իրավունք է։ Հետևաբար ցանկացած քաղաքական ուժ, որը պատրաստ չի սցենարային այս կամ այն զարգացմանը, ես կարծում եմ տվյալ քաղաքական ուժը պարզապես պետք է հրաժարվի քաղաքականությամբ զբաղվելուց, որովհետև ես նաև առիթ եմ ունեցել ասելու, որ քաղաքական գործիչները մեր մոտ տպավորություն են, որ զբաղվում են իրավաբանությամբ։ Քաղաքական գործիչները պետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Իսկ քաղաքականությունը ունի իր տրամաբանությունը, որը հաճախ այո կարող է նաև խաչվել իրավաբանության հետ այն իմաստով, որ եթե հիպոթետիկ ընդունենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ սահմանված է բողոքարկման իրավունք, քաղաքական գործիչները պարզապես կարող են սա թողնել, համարելով, որ այս կամ այն պետական ինստիտուտը սպասարկում է տվյալ իշխանության շահերը, հետևաբար բողոքարկումը անիմաստ է եւ փորձեն այլ կերպ գեներացնել իրենց բողոքը եւ հասցնել տեղ։ Գնանք 2018 թվական։ 2018 թվականին հիշում ենք, որ ոչ թե այսպես ընտրական ցիկլերով անցան, հետո բողոքարկումներ եւ այլն, այլ մի անգամից գեներացվեց փողոց, որը ճնշման ենթարկեց օրվա իշխանությանը եւ ստիպեց հրաժարական տալ։ Հիմա նույն այս պարագայում ես անկեղծորեն վատատես եմ այս առումով, որ օրինակ սահմանադրական դատարանում այլ որոշում կլինի, քան կանխատեսվում է։ Կամ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այլ որոշում կլիներ, քան կայացվեց։ Առնվազն պետք է չափազանց լավատես լինել, հավատալու համար, որ այնքան ջանքեր գործադրած իշխանությունը այս ընտրությունների արդյունքում 3/5 առնվազն տեղ ունենալու համար կարող է հանկարծ թույլ տալ, որ իր նախկին կուսակիցը այլ որոշում կայացնի, քան իրեն անհրաժեշտ է։ Հետևաբար վերադառնալով խոսքի սկզբին նշեմ, որ քաղաքական գործիչները պետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Հակառակ պարագայում պարզապես իրավաբանները կարող են այդ բողոքարկումներ եւ այլն անել, իսկ քաղաքական ուժերը պարզապես նստեն եւ սպասեն։ Պարոն Պողոսյան, տեսեք, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության շրջանակներում տեղի ունեցան մի շարք զարգացումներ։ Ինչ է կարծում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողնել խորհրդարանից, ինչ նպատակ էր հետապնդում եւ կարող ենք ասել, որ սա Բարգավաճ Հայաստան կուսակցության ապտակն էր քարոզարշավի ընթացքում հնչած մի շարք ուրեմն մեղադրանքներին, որոնք եղան Փաշինյանի կողմից, հետո Գագիկ Ծառուկյանն իր հերթին ուրեմն լուրջ չմնաց եւ պատասխանեց նրան, այն խոսույթները, որ կան, հիմա չմանրամասնենք, հիշում ենք, ասում էր, որ դիմում էր Նվեր Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանի որդուն, ասում էր, քեզ բերելու ենք, քեզ ոչ մեկ չի օգնելու, քեզ ոչ մեկ չի փրկելու, այստեղ միգուցե սա իսկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության ապտակն էր, ինչ է կարծում այս մասով։ Եվ արդյոք կիսում եք ձեր ընդդիմադիրների այն կարծիքը, որ այստեղ իսկապես մանդատագողություն տեղի ունեցավ։ Նախ իսկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, սա իսկապես է ցայտուն են, որում նույնիսկ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դիրքավորված են եղել որպես պրոիշխանական կերպարներ կամ առնվազն սպասարկել են իշխանության շահերը, նույնիսկ այս մարդիկ են այսօր խոսում, որ գոնե թե այս առումով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը իսկապես լեգիտիմ չէր եւ լեգալ չէր նույնիսկ, այսպես ասենք, հա։
Հետևաբար այս առումով ես կարծում եմ իշխանությունների նպատակների մեջ պարզապես համընկավ Բարգավաճ Հայաստանը։ Իրական նպատակը 3/5 ապահովելն էր իշխանության համար, մենք հիշում ենք ընտրությունների հաջորդ օրը արդեն ընդդիմությունը կարծեք թե տոնում էր, որ Փաշինյանը վերածվելու է կաղբադի, այսինքն չի ունենալու որակյալ մեծամասնություն եւ բոլոր որոշումների կայացման առումով կախված է լինելու ընդդիմության քվեարկություններից։ Բնականաբար ես կարծում եմ այստեղ կար արդեն իշխանության որոշումը, որ այս կամ այն ձևով 3/5 հարաբերակցությունը պետք է հաստատվի եւ պահպանվի եւ սա կարծեք թե հենց սրա արտացոլումներ իրականության մեջ Բարգավաճ Հայաստանի քվեների հաշվին իշխող ուժը ստանում է խորհրդանում 3/5 մեծամասնություն։ Պարոն Պողոսյան, ի վերջո, եթե մանդատները վերցնեն եւ ձևավորվի ազգային ժողովը, հա, ինչ կտա դա նախ հայ ժողովրդին եւ երկրորդ ընդդիմությանը։ Հայ ժողովրդին ինչ կտա այս առումով դժվար է ասել, որովհետև հաշվի առնելով իշխող ուժի նախորդ գործելավոճը, ես լավ չեմ պատկերացնում, թե ընդդիմությունը խորհրդարանում բացի հայտարարություններից այլ ինչ կերպ կարող է ազդել իշխանության որոշումների վրա։ Ստացվում է -5 տարի հայ ժողովրդի կյանքից։ Եթե ավելի կոպիտ ասենք, գուցե այո, այն իմաստով, որ քաղաքականությունը ամեն դեպքում հնարավորությունների արվեստ է եւ ես երբ ասում եմ, որ ընդդիմությունը առնվազն պետք է ունենա այնպիսի ռազմավարություն գետնի վրա իրագործելու, որպիսի պայմաններում թե վերցնելը եւ թե չվերցնելը լինեն հիմնավոր, ես հենց սա նկատի ունեի, որ չստացվի, որ մենք ունեցանք հերթական ընտրություններ, որտեղ կրկնվեց նույն սցենարին 2021 թվականին եւ իմիջիայլոց հաջորդ 2021 թվականին խորհրդարան անցած ուժերի մասով հենց այս բողոքը մշտապես կար հասարակության մոտ, որ նրանք անցան խորհրդարան եւ ոչինչ։ Ընդ որում, եթե հիշում եք, նույնիսկ մինչեւ վերջին պահը հաճախ ասում էին հրաժարվեք մանդատներից։ Իմպիչմենտի գործընթացին առաջ բերում։ Այո, որոնք իմիջիայլոց, եթե նույնիսկ հիմա փորձարվի գեներացնել այդպիսի գործընթաց, ես կարծում եմ դարձյալ չափազանց քիչ են շանսերը, որ օրինակ իմպիչմենտ կարող է լինել։ Շատ լավ։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում տեսանք բավականին կոշտ արտահայտություններ եւ ընդդիմության կողմից եւ իշխանական թևի կողմից, բայց միևնույն ժամանակ Փաշինյանը այսպես հենց գիշերը, հա, ընտրությունների գիշերը ժամը 2-ին ասուլիսով հրապարակում է, որ նա հաղթել է, հաղթանակ է տանում այս ընտրություններում։ Լավ, հարց է առաջանում, եթե Փաշինյանն այդքան վստահ էր եւ քարոզարշավի ընթացքում եւ դեռևս հաշվարկները չավարտված այդ ընթացքում, որ նա իսկապես հաղթանակ է տարել, ապա ինչու է առ այսօր շարունակվում այս ռեպրեսիաները, ինչ նպատակ է նա հետապնդում։ Կարծում եմ արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանը Հայաստանում չունի այն վստահությունը, որ ուներ 2018 թվականին, 2021 թվականին նույնիսկ, եւ այժմ գնալով նվազելու է նրա ուրեմն ազդեցությունը հայկական քաղաքականության եւ հայկական իրականության մեջ։ Բայց սա միևնույն ժամանակ նշեմ, որ չի նշանակում, որ նա չի ունենալու, եթե պահպանվեն այն կոնֆիգուրացիան, որ այս պահին փորձ է արվում ձևավորել, չի նշանակում, որ նա մինչև վերջ չի ձգտելու առնվազն պահպանել իշխանությունը Հայաստանում եւ ամեն կերպ պահել իր իշխանությունը, չզիջելով որևէ մեկին։ Այս առումով ես կարծում եմ այն լավատեսությունը, որ իբրև թե նվազագույն լեգիտիմությունը կստիպի Փաշինյանին այսպես ավելի շուտ իշխանազրկել, ես կարծում եմ սա քիչ տեղ ունի իրականության մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր եւ իշխանական թևերի միջև, հատկապես առաջնորդների միջև կա շատ էական տարբերություն։ Փաշինյանի քաղաքական տիպը այնպեսին է, որ նա քաղաքականությամբ ապրում է։ Իսկ մյուս դաշտում ցավոք սրտի մենք նկատում ենք այսպես գոնե թե ինձ մոտ տպավորություն է, որ զբաղվում են քաղաքականությամբ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 6-ը։ Իսկ քաղաքականությամբ պետք է իսկապես ապրել, հատկապես երբ քո դիմացինը ապրում է քաղաքականությամբ եւ իր բոլոր գործողությունները քաղաքական շահին են ուղղված եւ ոչ թե պարզապես գործողություններ են գործողությունների համար։ Հետևաբար այս իմաստով ինչքան էլ մենք տեսնենք իշխող ուժի դելեգիտիմացիա, այստեղ չափազանց կարևոր է ընդդիմության քայլը։
այդ քայլից է կախված իշխանությունը այսօր նույնիսկ իր ավելի թույլ վիճակում կլեգիտիմացնի իր իշխանությունը եւ կամրապնդի իշխանությունը Հայաստանում, թե ընդհակառակը կմոտենա իշխանազրկման հնարավորությունը։ Լավ, ինչի է սպասում ընդդիմությունը։ Սա բավականին բարդ հարց է, հատկապես երբ տեղեկատվության առումով իսկապես շատ նվազ է տեղեկատվությունը։ Եվ հեղեղուկ նաև։ Եվ հեղեղուկ եւ առավել եւս տպավորություն է, որ չկա այսպես հստակ որոշում։ Այդ խոսքի սկզբում վկայակոչեցիք ընդդիմադիր ուժերի հայտարարություններից, որ պատրաստ են ցանկացած սցենարի։ Ցանկացած սցենար նշանակում է ունենալ այնպիսի ճանապարհային քարտեզ, որտեղ ցանկացած գործողություն կամ անգործություն իր տրամաբանական հաջորդ քայլի պատասխանը ունի։ Այն ինչ մենք նկատում ենք այսօր, իմ մոտ տպավորությունը, որ չկան այդ սցենարները եւ ուղղակի ժամանակ ծծկելով են զբաղված։ Փորձ է արվում այդ սցենարները գեներացնել հիմա։ Այնինչ պիտի դա ավելի վաղ գեներացվի։ Բնականաբար, երբ դու մտնում ես քաղաքական process-ների մեջ, դու առնվազն 4-5 սցենար պետք է ունենաս, 4-5 ընդ որում ամենահավանական սցենար եւ ոչ թե անհավանական, իսկ ամենաանհավանական սցենարը դա ընտրություններում հաղթանակն էր։ Մնացած բոլոր սցենարներին դու պետք է պատրաստ լինեիր, ընդ որում այդքան կարևոր չէր հաղթանակին պատրաստ լինելը, ինչքան մնացած սցենարներին պատրաստ լինելը։ Ինձ մոտ տպավորություն էր, որ մեր ընդդիմությունը պատրաստվում է միայն հաղթանակի սցենարի, ինչը իսկապես չափազանց վատ ճանապարհ է, հատկապես երբ քո դիմաց կանգնած է ուժ, որը սեղանին դրել է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը։ Պարոն Պողոսյան, անդրադառնանք նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Առնվազն ինչ եք տեսնում այսօր հողի վրա եւ կարծես ռուսական կողմից դեռևս պաշտոնական շնորհավորանք չկա Փաշինյանին, հա, իր հաղթանակի մասով։ Ինչ եք տեսնում, ապագան ինչպես եք տեսնում, ինչպիսին կլինի հաշվի առնելով այդ ուրեմն բոլոր սահմանափակումները, որ այսօր կան եւ նշվում է, որ ծաղիկի բիզնեսը ուրեմն ուկրաինական շուկայում իր տեղն ու դիրքն է որոշ չափով ամրապնդում եւ այլն, Եվրոպան է բացում իր շուկան հայկական գյուղմթերքի համար, ծաղիկների համար նաև, բայց առնվազն 3 մի քանի հոգու հետ զրուցել եմ բիզնեսմեններ, որոնք զբաղվում են ծաղիկի բիզնեսով, ասում են դեռևս ոչ մի տեղեկություն չկա, նրանց ծաղիկները շարունակում են փտել հողի մեջ։ Որպես քաղաքագետ բնականաբար մենք չենք կարող այսպես տեսնել ապագան, մենք կարող ենք առաջարկել սցենարներ առավել հավանական եւ առավել անհավանական, որոնք իրականության մեջ կարող են հերկվել կամ հաստատվել։ Հայ-ռուսական հարաբերությունների մասով ես կարծում եմ, որ մենք ունենք 2-ից 3 սցենար առավել հավանական, որոնք բոլորը ըստ էության ունեն մեկ հիմնական նպատակ՝ աշխարհաքաղաքական վերաբաժանում, որոնցից մեկը այն է, որպեսզի առավելագույն ճնշման քաղաքականություն բանեցնելով Հայաստանի իշխանությունների վրա կարողանան առնվազն սահմանափակել այն հնարավոր զարգացումը, որի պարագայում Հայաստանը կկատարի, այսպես ասենք, շրջադարձ դեպի ՆԱՏՕ կամ դեպի Եվրոպական որոշում կկայացնի ըստ էության։ Բնականաբար, ընդ որում ցանկացած որոշում է լինելու Հայաստանի համար ճակատագրական, թե մնալ Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ-ի կազմում, թե դուրս գալ, թե դառնալ որպես չեզոք պետություն, թե ինչպես այսօրվա իշխանություններն են ասում, վարել բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Բայց արդյոք սա բալանսավորված է։ Հիմա կգանք դրան, թե շրջադարձ կատարել դեպի Եվրոպա, այս բոլոր որոշումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Չկա այնպիսի որոշում, որը չի լինելու ճակատագրական։ Պարզապես կան ռիսկերի իմաստով առավել ռիսկային որոշումներ, նվազ ռիսկային եւ քիչ ռիսկային որոշումներ։ Բնականաբար շրջադարձ դեպի Եվրոպա սա ամենառիսկային որոշումներից մեկը կլինի Հայաստանի համար։ Բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության էությունը ոչ միայն պարզապես հարաբերություններն են բոլոր կողմերի հետ, այլև հավասարաչափ հարաբերությունների զարգացման տեսլականն է, ինչպես հավասարաչափ մոտ լինել բոլոր կենտրոններին, այնպես էլ հավասարաչափ հեռու լինել բոլոր կենտրոններից, որովհետև հակառակ պարագայում խախտվելու է բալանսավորման քաղաքականության էությունը, ինչը առաջ է բերելու հակադիր ուժի կամ կենտրոնի հակազդեցությունը։ Այսինքն սա մի խաղ է, այսպես պայմանական ասենք խաղ է, որտեղ յուրաքանչյուր կողմի ազդեցություն ծնելու է հակազդեցություն։
դարձ դեպի մի կողմ ծնելու է հակազդեցություն մյուս կողմից եւ ընդհակառակը։ Հետեւաբար կռացած վիճակով ենք հետ գնալու, եթե հետ գնանք։ Հետ գնալ, գիտեք, նախ դուրս գալ, եթե քննարկում ենք եվրասիական տնտեսական ռուսական ազդեցությունից դուրս գալու մասին, այստեղ ազդեցությունը ասվածն էլ հարաբերական է։ Միջազգային հարաբերություններում այսօր բացարձակ անկախ պետություններ գոյություն չունեն, որովհետև գոնե թե սառը պատերազմից հետո աշխարհում ձևավորվել է այսպես փոխկապակցվածության սկզբունքը, որը աստիճանաբար դեֆորմացվում է։ Բայց գոնե թե այս պահին այս փոխկապակցվածության սկզբունքով գրեթե բոլոր պետությունները այս կամ այն կերպ փոխկապակցված են միասին։ Նույնիսկ այնպիսի պետություններ, ինչպիսին Իրանը եւ Միացյալ Նահանգներն էին, փաստորեն ունեին փոխկապակցվածության այնպիսի հանգույցներ, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ գործարքից, պարզվեց, որ Իրանը ունի բավականին խոշոր դրամական պահոցներ, որոնց վրա կարելի է արգելանք դնել։ Այսինքն փոխկապակցվածության շղթան այնքան խորն է այսօր պետությունների միջև, որ հնարավոր չէ այսպես խոսել բացարձակ անկախության, բացարձակ ինքնիշխանության մասին։ Հետևաբար ազդեցություն ասելով մենք պետք է նախ սահմանենք ինչ է նշանակում ազդեցություն, որ ազդեցությունն է բացասական, որն է դրական եւ որ ազդեցությունն է, որ բխում է մեր շահերից, որ ազդեցությունն է, որ հակասում է մեր շահերին։ Ցավոք սրտի մեր մոտ դրվել է այսպիսի նարատիվ, որ եթե ասում ենք ռուսական ազդեցություն, դա այսպես կայսերական կամ գաղութատիրական ազդեցություն է նշանակում, հետեւաբար դա չափազանց վատ է, կամ նույն երբ խոսում ենք Միացյալ Նահանգների ազդեցության մասին, դա եւս վատ է, դա գաղութատիրական է, կամ Եվրոպական միության մասին խոսելիս, այսինքն բոլոր դեպքերում պետք է հավասարակշռել, նախ հասկանալ ինչ ասել է ազդեցություն։ Հիմա երբ մենք խոսում ենք այս առանցքից դուրս գալու մասին, այսինքն առանցք ասելով նկատի ունեմ աշխարհաքաղաքական այն առանցքը, որը ձևավորվել է Ռուսաստանի Դաշնության շուրջ, այստեղ կան բնականաբար ռիսկեր, այդ ռիսկերը ծնելու են հակազդեցություն առաջին հերթին Ռուսաստանի կողմից, ինչը մենք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը Հայաստանի Հանրապետության իշխանությունները այսպես հմտորեն կարողացան վերաձևակերպել ներքին քաղաքական դիսկուրսում այնպես, որ դրանք կախված են բացառապես ընտրությունների հետ եւ դրանք աղերս չունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Այժմ մենք ընտրությունների ժամանակահատվածում նաեւ խոսում են իբրև թե այս կամ այն ընդդիմադիր ուժը կարողացել է ազդեցություն գործել։ Ինչը բնականաբար այսօր նաեւ նոր տերմին են, չէ՞, ներմուծել կամ նոր նարատիվ հիբրիդային ազդեցություն կամ հիբրիդային պատերազմ։ Եվ փորձեցին Կարծես ժողովուրդը այդպես էլ չի հասկանում ինչ ասել հիբրիդային պատերազմ։ Որովհետև այն ինչ ներկայացվում է որպես հիբրիդային պատերազմ, դա աղերս չունի հիբրիդային պատերազմի, իրական հիբրիդային պատերազմների հետ։ Այն ինչ նկարագրվում է, սա սուր ուժի տեսությամբ սահմանվող ազդեցություններ են, որոնք վերագրվում է միայն ավտորիտար պետությունների կողմից ժողովրդավարական պետությունների նկատմամբ կիրառվող ազդեցություն, բայց այսօր արդեն մենք տեսնում ենք, որ հակառակ process-ն էլ կա, ժողովրդավարական պետությունները եւս կարող են սուր ուժ կիրառել այլ պետությունների նկատմամբ, այսինքն հիբրիդային ասվածը սա ընդ որում հիբրիդային պատերազմ ասելով փորձ է արվում հանրային գիտակցության մեջ նստեցնել սա որպես թշնամական գործողություն, հստակ թշնամական, սա հավասարեցնել պատերազմին, իսկ հավասարեցնել պատերազմին նշանակում է ոչ բացահայտ, թաքնված թշնամու կերպար ստեղծել հասարակության համար։ Ես կարծում եմ, այստեղ խորքային նպատակը այն է, որպեսզի Ռուսաստանից կամ այն կողմը, որին վերագրվում է հիբրիդային պատերազմի կիրառում, ձևավորել իրենից որպես թշնամու կերպար եւ հասարակությանը ապագայում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք ավանդաբար մեր թշնամիներն են եղել, փորձ է արվում այս կերպարները այսպես լղոզել եւ ստեղծել նոր թշնամու կերպար, որպիսի պայմաններում այն նախորդ թշնամիները հասարակության գիտակցության մեջ նվազ վտանգավոր կհամարվեն, քան այն նոր թշնամին, որը այսօր փորձում են ձևավորել հանրային գիտակցության մեջ։ Հետևաբար ես կարծում եմ սրա բուն նպատակը հենց քարոզչական դաշտում է եւ ոչ թե իրական հիբրիդային պատերազմներին հակազդելուն։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։